Իսկ վնասակար սովորությունները դրանք նույնպես կարող են պատճառ դառնալ Alzheimer-ի կամ դեմենցիայի։ Ամբողջ միջոցառումները միտված են, որ մենք ավելի ուշ տարիքում հասնենք դեմենցիայի եւ այդքան տարի պահպանենք կյանքի որակ։ Իսկի գործոններից են դրանք այդեր ասած վնասակար սովորությունները, ծխելը, խմելը։ Մի պահ ասում էին միֆ է, բայց ես դրա հետ համաձայն եմ, որ նիկոտինը լավացնում է հիշողությունը, լավացնում է միտքը, պայծառացնում է։ WHO-ն եւս հաստատում է, որ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը դա նիկոտինը չի։ Չի, այն այրվող նյութերը ծխախոտի, որոնք առաջացնում են ազատ ռադիկալներ եւ օքսիդատիվ մետաղներ, կանցերոգեն նյութեր եւ դրանք բերում են օքսիդատիվ ստրեսի։ Ինչպես կարելի է նվազեցնել վնասները։ Վնասի նվազեցումը այս պահին մենք կարող ենք դիտարկել միայն այլընտրանքային ծխախոտի միջոցների անցնելով, որովհետև նիկոտինը չենք կարող երկու դեպքում էլ հանել։ Երբ որ տարեցներին փորձեցին այնպես անել, որ հրաժարվեն ծխելուց, մեծ տարիքում դա արդեն պատկերացնում եք ինչ արմատացած սովորույթ է։ 41%-ի մոտ սկսվեց